Արտաշատ քաղաքը կարմրել է։ Մի օր քնից արթնանում ես եւ տեսնում ես, որ բնակարանը առանց քեզ հարցնելու երեսպատում են։ Արտաշատում այդպես էլ պատահել է։ 1.5 տարի առաջ տեղական իշխանությունները սկսել են երեսպատել քաղաքի շենքերը ալյումինե, կարմիր, պոլիմերային միջնաշերտով։ Համայնքի բյուջեից 98 միլիոն դրամ է հատկացվել այդ աշխատանքների համար։ Պայմանագիրը կնքվել է 2025 թվականի նոյեմբերի 3-ին, սակայն շենքերի երեսպատման այս ծրագիրն իրականացնողները բախվել են բնակիչների դիմադրությանը։ Արտաշատ քաղաքի օգոստոսի 23 փողոցի 21 շենքի բնակիչ Արմինե Գասպարյանն ասում է, որ իրենց չեն ծանոթել կատարվելիք աշխատանքների մասին։ Դեկտեմբեր ամսին ես դիմեցի համայնքապետարան ընդունելության ցանկությամբ համայնքապետի մոտ, ասեցի ինչ հիմքով եք դուք դա անում, երբ որ բնակիչներին տեղյակ չեք պահել, իրազեկում չեք արել։ Ասեց ձեզ ծանուցում ուղարկել են։ Ես չեմ ստացել, ինքն էլ թե դուք տանը հավանաբար չեք եղել։ Նույն օրը երեկոյան համայնքապետարանի ընդհանուր բաժնի աշխատակիցները 6:30, այսինքն աշխատանքային ժամի ավարտից հետո, ուրեմն բնակարաններով բաժանում էին ծանուցագրերը։ Դա եղել է հանրային քննարկում, այսինքն որ տվյալ հարցի շուրջ լինելու է բաց թեմա։ Շահագրգիռ կողմերից հրավիրել են լսելու, քննարկելու։ Արմինե Գասպարյանը համայնքապետին մատնացույց է արել ավելի կարևոր խնդիրներ։ Օրինակ շենքերը չունեն ռմբապաստարան, խարխուլ են։ Հարցրել է ինչու են առաջնայնությունը տվել շենքերի երեսպատման խնդրին։ Ասաց, որ տուրիզմն ենք զարգացնում եւ ընդհանուր տեսք ենք բերում։ Սա դեպի տանիք տանող ուրեմն սանդուղքն է, նկատում եք թե ինչ խայտարակ վիճակում է։ Մի օր հնարավոր է որ սա պոկվի ինչ որ մեկի գլխին ընկնի։ Այդ ամբողջ քառակուսի փայտյա կորպուսն էլ հնարավոր է ընկնի։ Մենք նկատում ենք, որ 53 տարվա ընթացքում շենքի ուրեմն ներսում հարդարման ոչ մի աշխատանքներ չի արվել։ Բազրիկները չեն սրբվում, մաքրվում են մուտքերը բնակիչների կողմից։ Իսկ ինչու են քաղաքը ընդհանուր տեսքի բերում կարմիր երանգով։ Ինչու չեն ընտրում ավելի չեզոք գույն։ Բնակիչների ասելով ամռանը կարմիր երանգը կլանում է ճառագայթները։ Համայնքապետարանից մեզ պատասխանում են։ Շենքերի երեսպատման համար ընտրված կարմիր երանգը պայմանավորված է քաղաքի պատմամշակութային առանձնահատկություններով։ Արտաշատ քաղաքը պատմականորեն համարվում է Որդան կարմիրի քաղաք, քանի որ այս տարածքը հայտնի է եղել բնական կարմիր ներկի արտադրությամբ։ Այդ պատճառով նախագծում ընտրված գունային լուծումը նպատակ ունի ընդգծել քաղաքի մշակութային ժառանգությունը։ Իսկ ինչու է համայնքապետարանի շենքն առանձնանում քաղաքային միջավայրից եւ երեսպատված է ավելի բաց մարմնագույնով։ Այս հարցին համայնքապետարանը չի պատասխանում։ Արտաշատցիների մի մասին քաղաքի նոր հրակարմիր տեսքը դուր է գալիս։ Բարեկարգվել է, գեղեցիկ է, ավելի հաճելի է, շոյող աչքը, մաքուր է, գեղեցիկ է։ Բայց ձեր շենքը դեռ չեն արել երեսպատում։ Ճիշտ ասած, մեր շենքը չէ։ Շենք չունենք երեսպատելու, բայց որ գալիս եմ տեսնում եմ, շատ հաճելի է, որ մաքրվել է քաղաքը, շատ սիրուն է եղել, հաճելի է շատ։ Դե ասենք միանման է լինում, դուր է գալի, շատ սիրուն է։ Ձեր շենքը արել են արդեն այս երեսպատում։ Ես սեփական տուն եմ մնում, բայց այս փողոցում եմ։ Բարձիրաչի։ Հա ինձ դուր է գալի եւ ընդհանրապես բոլորին է դուր է գալի, ինչքան որ լսել եմ։ Անչափ գոհ եմ։ Մեր մասնետը вообще биш։ Որտե եկա գործողություն է կատարել, մաքրություն, ամեն ինչ արել է։ Շենքերի երեսպատման աշխատանքներին խանգարում էին նաև լվացքի պարանները եւ անկանոն տեղադրված օթորագիչները։ Իսկ այդ բնակիչները, երբ որ այդ ալբաները, կոնդիցիոներները բերել տեղադրել է, համայնքապետարան արտաքին տեսքի համար համայնքապետարանից թույլտվություն հարցրել է։ Ինչքանով է գեղեցիկ այդ կարմիր օրինակ ալիկա բոնդի վրա հիմա բերել լվացքի պարան դնեն։ Ես օրինակ իմ տանը չորանոց ունեմ, ասենք ընդամենը մի 6-7 հազար դրամ արժե չորանոցը։ Մարդկա ոնց որ չունի այդ միջոցները հիմա ես նշեցի թող դիմի համայնքի ղեկավարին անպայման իմացեք, որ այդ միջոցները կտրամադրվի։ Երբ որ ապամոնտաժեցին լվացքի պարանները, շինարար տղաներին ես խնդրեցի այդ նույն կտրված պարանները իրենք ամրացրեցին արդեն հարթակներին։ Որոշ ընթացք 2 շաբաթ կարելի ասել այդպես ենք լվացքը չորացրել, իսկ արդեն 5 օր է լվացքը ստիպված չորացնում ենք տանը, ուրեմն ջեռուցման մարտկոցների վրա։
Արմինե Գասպարյանը փորձել է ընթացող աշխատանքների մասին պարզաբանում ստանալ համայնքապետարանից։ Խնդրել է տրամադրել շենքերի երեսպատման ծրագրի իրավական գերատեսչական ակտերը, փաստաթղթերը եւ որոշումները։ Համայնքապետարանը մերժել է, պարզաբանելով, թե դիմումում բացակայում է իրավական շահը կամ երրորդ անձանց համաձայնությունը։ Պարզաբանում չստանալուց հետո Արմինե Գասպարյանը հարևանների հետ ստորագրահավաք է կազմակերպել եւ դիմել դատախազություն։ Խնդրեմ, էլեկտրական լարերը կամ տեսնում եք տարբեր երկրաշարժերի վիճակով պատճառով ինչ վիճակ է, սարդոստայնները կախված, տեսնում եք աստիճանները եւ այս աստիճանավանդակից քանդված վիճակը, այսինքն գնահատում չի արվել։ Կամ որ երբ որ հին դռները լուսամուտները փոխարինվեցին նորով, տեսնում եք այսքան մասը իրենք ոչ մի ձևով էսթետիկ վիճակի չեն բերել։ Եվ իհարկե հաշվիչների տուփը տեսնում եք, այստեղ էլեկտրալարերը ինչ խայտառակ վիճակում են։ Կարծում եմ համայնքապետարանում նման իրավիճակ չէ։ Բակի կողմից դռան վիճակը ծակված, ապակիները կոտրված, հակասանիտարական վիճակ, խնդրեմ նայեք։ Մեր հարցին արդյոք երեսպատման շինաշխատանքները սկսելուց առաջ արվել է պատշգամբների զննություն կամ ռիսկայնության գնահատում, համայնքապետարանը պատասխանել է։ Քանի որ արված աշխատանքները ռիսկայնության առաջին աստիճանին են դասվում եւ չեն ենթադրում արտաքին ծածկի կամ հիմնական եւ կրող պատերի փոփոխություն, ուստի նշված երեսպատման աշխատանքների իրականացման համար շենքերի տեխնիկական վիճակի վերաբերյալ հետազոտության անհրաժեշտություն չի առաջացել։ Մեր նկարահանումների հաջորդ օրն իմացանք, որ աշխատակիցները վերանայում եւ նորոգում են այն հատվածները, որտեղ անձրևաջրեր էին լցվում, եւ բնակիչները բողոքում էին։